Ժողովրդից իշխանությունը զարթված է, խլված է, կեղծված է ընտրությունները եւ ժողովրդի Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները հաշվի չեն առնում, ոտնահարվում են։ Ինչ պետք է անի քաղաքական գործիչները, դա ասենք իր քաղաքական տեսության մեջ տարբեր ձևեր կան, թե ոնց ես դու ազատագրում։ Շատ լավ։ Երբ որ ես քաղաքացիական հասարակությանը ուզում եմ բերել քաղաքական դաշտ, դու ասում ես ինչի եք բերում քաղաքական։ Ինչու ես դու ապա քաղաքականացնում քաղաքացիական հասարակությանը, երբ մենք յուրաքանչյուր Չէ, մի վայրկյան, էլի, սա խառնում ենք իրար։ Կա քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին։ Նրանք ասում են, մենք գալու ենք, դուք մեզ ձայն տվեք, մենք կգանք իշխանության, այս ծրագրերը կանենք։ Շատ լավ։ Հիմա ժողովուրդը տվել է ձայնը այդ բանին, ուժերի։ Հիմա այդ ձայնը պաշտպանողը առաջին հերթին պետք է լինեն քաղաքական ուժերը։ Պետք է երբ որ իրենց տված ձայնը բան են անում, ոտնահարում են, պաշտպանեն։ Մենք էլ որպես քաղաքացիական հասարակություն պիտի իրենց աջակցենք։ Ընդհանրապես հետընտրական process-ը ինքը քաղաքական գեներացնող process է, երբ որ ուզում ես հետընտրական process։ Ինչ է անում Վրաստանը, չէ, Եվրոպան առհասարակ։ Այս բոլոր այս հետընտրական process-ներով։ Ինչ է անում։ Ի սկզբանե հայտարարել մինչև քվեարկության օրը անընդհատ ընտրակեղծիքների մասին է խոսում։ Դու արդեն ստեղծում ես տրամադրություն մարդկանց մոտ, որպեսզի հետընտրական process-ում արդեն փողոց գեներացնես։ Սա բանը հմտություն է, քաղաքական հմտություն է։ Հիմա այստեղ քաղաքական ուժերը, երբ որ հարցազրույց են տալիս, ասում են ընտրությունները չի կեղծվելու, կտեսնեք մենք հաղթելու ենք եւ այլն բանման, ու հերիք չի բանը այդ էյֆորիան է ստեղծվում։ Երկրորդ, իրանք չեն ունենում արդեն հետընտրական process-ի գեներացման հիմքը, որպեսզի կարողանան դա անեն։ Ոչ հիմքը, ոչ էլ հմտությունը, որովհետև էլի եմ ասում, եթե ժամը 2-ին մեկը դուրս է գալիս, հայտարարում է, որ ես հաղթել եմ, իմիջիայլոց իրենք սա նույնը անում են ընդդիմադիր ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, ես հաղթել եմ, ինձ ձեռքերի վրա տարեք նախագահական։ Նույնը, ասենք, անում են արեց Վրաստանում Զուրաբիշվիլին։ Ընտրությունները պարտվեց, ասեց ես հաղթել եմ։ Ու ամբողջ Եվրոպան դրա վրա բանը քաղաքական process է գեներացնում։ Նույնը արվում էր, ասենք, բանում Ուկրաինայում եւ այլն։ Հիմա այս անելիքները այդ ուժերի վրա է դրված քաղաքական գործիչ։ Գիտեք, երբ որ բժիշկի մոտ ես գնում, բժիշկին ես դիմում, ոչ թե ասենք կողքը նստած բուժքույրին կամ քարտուղարին քեզ վերահատելու համար։ Հիմա ասել, որ սա պետք է անի քաղաքացիական հասարակությունը, գուցե եւ պետք է անի քաղաքացիական հասարակությունը, բայց այդ դեպքում արդեն ինքը պետք է դերկայանա որպես քաղաքականություն ու ինքը process-ները գեներացնի, որպեսզի դա անի։ Գուցե եւ կգա օրը, որ այս ճգնաժամի մեջ, այս քաղաքական փիլիսոփայության ճգնաժամ ենք մենք ապրում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ է, Նիկոլ Փաշինյանը հետ սովետական ազատությունների եւ արդարության վրա եկած այդ լիբերալ, այդ քաղաքական կարողություններ, որը եկավ Արցախը հանձնեց, 150,000 մարդու էթնիկ զտման ենթարկեց, սահմանափակել է քաղաքական ազատությունները բռնապետի ամբողջատիրության մակարդակում, փդել է այդ փիլիսոփայությունը, փդել է եվրոպական արևմտյան լուսավորչական այդ փիլիսոփայությունը, փդած է։ Այն Վարդան Ազատյանի ինստիտուտին, որ $500,000 են տվել 5 տարի մեզնից բոլորիցս գախնի, որ հետո պարզվում է բանը անցած տարի չէ իմացանք, այդ իրանց փիլիսոփայությունը ազատյանական, լիպարիտյանական եւ մնաց փդելա չկա, որտեվ սխսուտ էր, մինչեւ ընտրակեղծարարություն հասցրել են իրանց փդացվածությունը։ Մյուս կողմից մեր մյուս ուժերն են, մեր դիմադրության ուժերն են, որոնք իրանց հմտությունները չի բավարարում սրանցից ազատվելու համար։ Այո, հմտությունները չի բավարարում։ Որովհետև երբ դու մտածում ես, որ փողով կարող ես ազատվել։ Հովանես, եթե ես դա ասեի, դու ջղայնանալու էիր։ Որ ես ասեի ձեր հմտությունները չի բավարարում, դու անմիջապես ասելու էիր, չէ եւ այլն։ Հմտությունները չի բավարարում։ Ինչպես եղավ, որ չի բավարարում, որը խոսացինք, չէ՞ որ եթե դու մտածում ես, որ միայն փողը բավարար է, որպեսզի դու հեռացնես օսմանական, այո իհարկե։ Լավ, քանի գաղափար կա, էլի, գետնի վրա գաղափարներ կան, թանկ, սիրելի, հրաշալի, որոնցից յուրաքանչյուրը հողի վրա, հայերս հենց հիմա հողի վրա այնպիսի գաղափար ունենք կարճելու եւ ոչ միայն տարածաշրջանում այդ գաղափարը տարածելու, այլ աշխարհում։ Այո։ Մեր բանտարկյալները, պատանները այս բանին որ նստած են Բաքվում, իրանք այդ գաղափարը սնողն են, որովհետեւ իրանք միայն չեն նստել հայ լինելու համար։ Ոչ, հատ եկեք վերադառնանք, հիշենք Արցախը ինչ է մոլորակի մասշտաբով։ Արցախը ինքը
երկրորդ համաշխարհային պատերազմի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի արդյունքով ստեղծված հանրապետություն է, ինչ նկատի ունեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միավորված ազգերի կազմակերպությունը, որը ասեց ազգերը հարաբերվում են հարգանքի եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Արցախը ասեց, Արցախի հայերը ասեցին, ընկեր ջան, հələ սրանց նայեք, այս ֆաշիստներ են սրանք, մեզ կոտորում են ստեղ, մենք չենք կարող սրանց հետ ապրենք։ Հələ նայեք, ասենք Նախիջևանում բան չի մնացել եւ այլն, մի խոսքով ու դրա հիման վրա, այդ աշխարհակարգի հիման վրա, Հիտլերին հաղթելու գաղափարի հիման վրա, հա, արդյունքի հիման վրա հայերը սկսեցին ինքնորոշվել։ Հիմա դրանից հետո նրանք թողեք վերջացնեմ, էլի։ Իհարկե կթողեմ։ Թողեք, սա կարևոր է, որովհետեւ հա դրանից հետո Արցախում զարգանում էր ժողովրդավարություն, ճիշտ է։ Մենք ընտրություններ էինք անում, նախագահներ էին փոխվում, կար պարլամենտարիզմ, տարբեր շերտեր էին ներկայացված պարլամենտում, դատական գործադիր օրենսդիր իշխանությունները իրարից տարանջատված էին, ինքը գնում էր դեպի զարգացում։ Իր զարգացումը վեկտորը գնում էր դեպի, իհարկե սկզբի տարիներում բռնապետական էլեմենտներ են եղել, բայց իր վեկտորը զարգացումն է։ Ադրբեջանը ընդհակառակը ինքը 30 տարի նույն ընտանիքն է կառավարում, ինքը ազգային փոքրամասնությունների առաջնորդներին սպանում է բանտերում, ամբողջ բանտերով լցված են լրագրողներ, քաղաքացիական հասարակության անդամներ, ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարված օտիդո ու հիմա աշխարհը եկավ ասեց, գիտեք ինչ կա, ես բերում եմ ստեղ դնում եմ Նիկոլ, այս Նիկոլը կասի Արցախը Ադրբեջանի մաս է, այսինքն 12000 քառակուսի կիլոմետր է ժողովրդավարության հետ ֆաշիստական ֆաշիզմի դեմ հաղթանակի տարածքը իրանք համաձայնեցին մտցնեն Ադրբեջանի բռնատիրության կազմի մեջ ու ստեղ հիմա դրա արդյունքում նստած են մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր ընտանիքի անդամները, որոնք այդ աշխարհի այդ ստեղծած քաղաքականոնի համար են նստած։ Ու հիմա երբ որ ստեղ Մակրոնը գալիս է, մերոնք, մեր ընտանիքի անդամները դնում են իրենց ստորագրություն են ուզում լացում են, բան, ոչ, այդպես չպետք է լինի։ Դու պիտի գնաս ասես Մակրոն, դու պետքա սովորես, դու պետքա ինձ հետ հաշվի նստես, որովհետև իմ ընտանիքի անդամները հիմա զրկանքներ են կրում քո գաղափարների համար։ Եվ սա է գաղափարները, որ պետք է հայերս հասկանանք, որ մեր առաքելությունը չի սահմանափակվում Արարատը հետ բերելով։ Արարատը հետ բերելու իմաստը այդ աշխարհի կարգուկանոնի նպաստելն է եւ զարգացումը։ Դու ասում ես Արարատը հետ բերել, մինչդեռ մենք Արարատը առանց պատերազմի ենք։ Իհարկե, ուրեմն նշի, որովհետեւ մարդը մի չի հասկանա, Էվկասի խնդրեմ, այս երիտասարդը պատերազմի եռագլուխ 4-րդ գլուխն է հանդիսանում այն պատերազմի եռագլուխ կուսակցության։ Հիմա շատ վտանգավոր է Արարատը սիրել եւ խորհրդանշական ասեմ, էլի, ասենք չի ուզում են ասել, սրանք պետք է մեզ տեղով պիտակ են, հələ վիճակները նայեք։ Քաղաքացիների վրա թքող, խիչ է զոհվել արա, այնտեղ չգիտեմ, մեկը բան բողոքում է բանակում տրուսիկ չեն տվել։ Տեղով պիտակ են, էլի, սրանց տված պիտակներից, եթե իմիջիալից զարմանալիորեն ես դες ասեմ, այս 20 թվականից հետո Հայաստանում ավելի մեծ խիզախություն է պիտակների դիմանալը։ Հա, պիտակներից չվախենալը, քան պատերազմական վախ։ Լուրջ եմ ասում։ Պատերազմական վախը շատ սպանող է, այո, իհարկե, ինչի մասին է խոսքը։ Հա, որտեվ հատկապես երբ անարդար է։ Զարմանալի բան է, բայց մեր խիզախ այս ժողովուրդը, որ կարողանում է գնա պատերազմ դեմ հանդիման այդ վայրենիների, պիտակավորումներից վախենում է։ Պիտակավորումներից անհանգստանում։ Մի վախեցեք պիտակավորումներից։ Զինաթափեք այս ռասիստներին։ Հովանես ջան, գիտես ինչն է հարցը։ Ես գալիս էի քեզ մոտ մտածելով, որ լավ, երևի մենք չենք հասկանում, էլի հին մարդ ենք, AI-ից առաջվա մարդ ենք։ Գնանք ջահելներին հարցնենք, ասենք լավ, որ այդ 3 ընտրատեղամասի քվեարկած մարդիկ բա չեն ասում, բա մեր ձայնը ժողովուրդ, մենք հայաստանյան քաղաքացի չենք, առավոտյան արթնացել եմ Կիրակի օրը, հագել եմ իմ տոնական կոստյումը եւ գնացել եմ քվեարկության։ Ես մտել եք եւ շփտացել եք հանձնաժողովի նախագահին։ Այո, շփտացել եմ եւ քվեարկել եմ, որտեղ է իմ ձայնը։ Այդ մարդիկ, եթե չունեն ձայն ֆիզիկապես, ինչպես կարող են քվեարկության ձայն ունենալ եւ դա պաշտպանել։ Նրանք ձայն չեն անում, հասկանում ես։ Չեն ասում, թույլ տվեք նորից քվեարկեմ, չէ՞ որ նրանք եւս պետք է դա պահանջեին։
Ինչպես հասանք այս սրան։ Այդ հարցի հետևից է։ Մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ առանց ժողովրդավարության, այսինքն մենք մեզ առանց ժողովրդի, հա գուցե։ Չէ, ժողովուրդը կա, ժողովուրդը պետք է քվեարկել, գնացել է քվեարկել է։ Պետքա գնա պատերազմ, գնում է կռվում է։ Պետքա գա ցույցերին մասնակցի ու քայլի, ժողովուրդը կա։ Հիմա եթե այդ ժողովրդի պահանջների տեղ հասցնողների երևակայությունը չի երիքում, որպեսզի այդ ժողովրդի պահանջները։ Իսկ կարող եմ ասել, որ դու ընդդիմադիր լիդերներից հիասթափված ես։ Ոչ, չեք կարող ասել։ Ես նայեք, ես այդ դիմադրության ով էլ ուզում է լինի, ես նրանց վերաբերում եմ որպես իմ ընտանիքի անդամ։ Հիմա եթե իմ ընտանիքի անդամը ինչ որտեղ կաղում է, ես պետք է օգնեմ ինքը ավելի ուժեղ լինի, ավելի զարգանա։ Որքան հնարավորություն։ Հուսանք որ մեր հարցազրույցը մեր զրույցը օգնում է մարդկանց։ Այդ հարցում, որովհետև այսպես դրթում է մտածել եւ հենց դրա համար է այս զրույցը նախաձեռնվել։ Մի մոռացեք։ Ինչ է լինելու Հովանես։ Ինչ է լինելու։ Այո։ Ասեմ ինչ է լինելու։ Գնալու են խորհրդարան ձեր ընտանիքի եւ իմ ընտանիքի անդամները։ Ես իմ միտքը դրանով չեմ զբաղեցնում։ Իրենց որոշելիքն է։ Գնում են, չեն գնում։ Այն ըստեղ կարևոր էր որ հաղթանակը պահպանեն, որտեվ նայեք, իրականում հաղթանակը դարձավ ԲՀԿ մտնել չմտնելու բազար։ Որովհետև երբ ժամը 2-ին սա կանգնեցրեց հաշվարկը եւ ինքն իրեն հայտարարեց հաղթած, իրականում 4 ուժերով հաղթում էին սրան։ Օրինաչափությունը գնում էր դեպի հաղթանակը։ Եվ exit poll-ի արդյունքներն էլ դա ցույց տվին։ Հետո սա դարձավ ԲՀԿ մտնել չմտնելու բազար։ Իջացրեցին նշաձողը։ Հիմա նշաձողը իջեցնելուց հետո քննարկում ենք մանդատը վերցնում ենք թե չէ։ Այսինքն այդքան նշաձող իջեցնելով անկեղծ ասած ինձ այդքան չի դա կոնկրետ գործողություն է, պիտի արվի կամ չարվի, հասկանու՞մ ես։ Հա, հիմա դու ամեն ինչ տանում ես փիլիսոփայության դաշտ։ Բա որովհետև փիլիսոփայությամբ չես հաղթելու։ Ոչ, փիլիսոփայությամբ ես հաղթելու։ Հաղթելու ես։ Նայեք, եթե նայում եք նշաձողը շատ ես բարձրացնում։ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթել է փիլիսոփայությամբ, Նապոլեոնը հաղթել է փիլիսոփայությամբ, Լենինը հաղթել է փիլիսոփայությամբ, չգիտեմ, այս բանի ժամանակ սովետի քանդման ժամանակ եւս բանի ազատությունների փիլիսոփայություններ որ հաղթել է։ Եթե դուք կարծում եք, որ քաղաքականություն կարող է ստեղծվել առանց փիլիսոփայության, դուք անընդհատ այս սարվատի մեջ եք լինելու, անընդհատ, որ գալու են ասեն, դե եկեք փողով թիմ հավաքենք։ Եթե մեր սերունդը, ես կիրառական մաթեմատիկա պետք է ընդունվեի, մենք այնտեղ հիշում եք գրում ենք, առաջինը կիրառական մաթեմատիկա, երկրորդը ասենք վետ է, պոլիտեխնիկ, ամենավերջին, որ ցես բալերը չհերիքի փիլիսոփայություն կամ աստվածաբանություն, այս երկուսից մեկն է։ Եթե այս երկրում փիլիսոփայության հանդեպ վերաբերմունքը սենց է, որ մագիստրատուրասկի չկա։ Հիմա սենց է, հիմա ինչ պիտի լինի։ Չէ, նորմալ է ուրեմն որ սենց է, որովհետև փիլիսոփայությունը եթե չի աշխատում, դու քաղաքական գործիչներ չես ունենալու, գիտություններ չես ունենալու, ու մնացած հասարակագիտություններ չես ունենալու։ Միայն թե մի ասա, որ կարելի է օրինակ ձևավորվող բռնապետությանը կամ արդեն ավարտված ձևավորված բռնապետությանը հաղթել, այդտենց սպասենք նոր փիլիսոփայություն, նոր գաղափարներ։ Բա ուրիշ ձև չես հաղթ, գաղափարն է հաղթելու գաղափարը։ Հիմա ինչի չեն կարողանում հաղթեն, որովհետև չկա այդ։ Չկա այդ քաղաքական փիլիսոփայություն չկա, կամ մենք արևմուտք ենք կամ Ռուսաստան ենք ու կրվստում են իրար հետ, գզեք իրար։ Չկա ուրիշ թեմա կա մեջը։ Գզեք իրար։ Նայեք, կա օրինակ ինձ շատ է դուր գալիս թե ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի, թե Թաթոյանի միասնության թևերի սոցիալական արդարության բաղադրիչները ծրագրի մեջ։ Օրինակ ուժեղ Հայաստանը առաջարկում է 150,000 դրամ ծայրահեղ աղքատությանը, իսկ սրանք ասում են աղքատությունը մարդկանց ուղեղում է։ Հակադրվող բաներ են, չէ՞։ Փիլիսոփա, այնի ասում է իզմեր չկան, սա ասում է ծայրահեղ աղքատին պետք է օգնել։ Հայաստան դաշինքը ասում է բարձրագույն կրթությունը անվճար պետք է լինի։ Թաթոյանը ասում է աշխատանքից զրկվածները 6 ամիս պետք է նպաստ ստանա։ Սրանք բաղադրիչներ են սոցիալական, որոնք իրանք ոչ թե ձևավորվել են ինչ-որ փիլիսոփայության ուղղություններ, այլ ձևավորվել են տենց, որտեղ մենք լավ կլինի, բայց լավ բաներ են բաղադրիչներ։ Հիմա եթե այս բաղադրիչների տակը փիլիսոփայություն լինի, այսինքն ջրի պես են սրանց վերցնում։ Հա, նորից գալիս ենք այն մտքին, որ ունենք հրաշալի գաղափարների համար ունենք տխուր նույնիսկ, բայց շատ վեհ հիմքեր, գաղափարներ, եւ լինի դա գերիները, լինի դա Արցախի
իրավունքները, լինի դա այն, որ մենք պետք է ապացուցենք, որ մենք ագրեսոր չենք եղել, այլ մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար է հայ մարդը պայքարել եւ հաղթել։ Այդ բոլոր գաղափարները ուղղակի հրաշալի գաղափարներ են որպես միավորող եւ ազգային վերելքի, բայց երևի վերելքի համար այս պահին երևի այդ վերելքը առաջանում է բոլորովին այլ մթնոլորտ։ Ինձ որպես հայ չի բավարարում միայն ազգայինը, ես աշխարհի մարդ եմ։ Ազգայինը իմ առաջին ինքնության մասն է, որով ես հասկանում եմ իմ գոյությունը, ոնց են այն զուգադիպությունները ինձնից առաջ տեղի ունեցել, որ ես կամ, ինչ պատասխանատվություն եմ կրում այդ զուգադիպությունների առաջ եւ ինչ եմ տալ, բայց դրանով չի սահմանափակվում իմ մարդ լինելը այս աշխարհում։ Ի վերջո այն ինչ որ կատարվում է աշխարհում, այն Իրանում, որ միջազգային իրավունքը խախտելով սաղ ռազմաքաղաքական ղեկավարությունը վերացնում են, որ Պաղեստինում ահասարսուղ ցեղասպանություն են իրականացնում իսրայելցիները, այս ամբողջ այս աշխարհի մասն ենք մենք հայերս։ Գուցե այսօր աշխարհի առաքելությունը միայն ազգային չի։ Մենք ապրում ենք երևի վատն է։ Ում ես պետք դու այս մոլորակի համար, եթե միայն մտածում ես, ասենք Արարատը հետ բերելու մասին։ Ոչ, դու պետքա լինես Արարատը հետ բերելով աշխարհի զարգացմանը նպաստող հասարակություն։ Դու ասում ես, որ դա խորհրդանշական օրինակ է։ Հա, բայց ես նաև ասում եմ, որ դա նշանակում է, որ այն երկրները, որոնք իրենց ռասիստական եւ ֆաշիստական են դրսևորում, իրանք գուցե եւ իրավունք չունեն այդ տարածքներում իշխելու, որովհետեւ այդ տարածքները, որովհետեւ եթե մենք խոսում ենք աշխարհի կարգ ու կանոնից, եթե դու միտեղ ասենք ցեղասպանություն ես անում, ընկեր ջան, եթե քո բնույթը ցեղասպանական է, գուցե դու պետք է պետություն չունենաս, որ չկայանաս դա անես, կամ գուցե պիտի պատժվես, ոնց որ Գերմանիան պատժվեց եւ շարունակեց այդ պետությունում գոյատևել։ Ուղղակի մենք այսքան խոսելով, Հովիկ ջան, մենք չեկանք այն կետին, թե ինչու երիտասարդները եւ ինչու քաղաքացիական հասարակությունը անտարբեր է ընդհանուր առմամբ։ Ասում եմ, անընդհատ անում են հայտարարություններ։ Մենք տեսնում ենք, Անուշ Սեթրակյանի բանը արտասահմանյան գրականության ամբիոնը Զապել Եսայանի ստեղծած փակեցին սրանք։ Ով էր խոսում, քաղաքացիական հասարակությունն էր խոսում։ Նույնիսկ լրագրողները սկսեց ասեն, որ դա սկսեց օրինակ հենց հրապարակի լրագրողն է, այո, բացահայտել, այնպես որ Էտա, այտենց պետք չի տենց։ Գիտես ինչ, ես հիմա հասկացա։ Ես կոմոդից հիմա, այո, հուսահատվելը մեղք է եւ պետք չէ հուսահատվել, պետք է լինել ավելի կրեատիվ։ Բայց ես հիմա վեր կգնամ այստեղից եւ կգնամ Անուշ Սեթրակյանի մոտ, որովհետեւ ես էլ պարտավոր եմ իմ աջակցությունը ցույց տալ արտասահմանյան գրականության ամբիոնին։ Գիտես, ես էլ եմ աշխարհի մարդ։ Ես էլ եմ աշխարհը սիրում Հայաստանից բացի։ Մանավանդ որ այդ արտասահմանյան գրականությունը իրականում է Եվրոպա արևմտյան գրականությունն է իրականում այդ ամբողջը։ Այո։ Ու սրանք ասում են մենք Եվրոպա ենք ինտեգրվում, բայց ասենք այս ամբիոնը փակում են Ամբիոնը փակում են Անուշից ազատվելու համար։ Ես ինքս շատ ավելի եվրոպացի եմ, քան սրանք ու ես հիմա մենակ Հայաստանի համար sense չեմ տխրում։ Ես իմ Եվրոպայի համար եմ տխրում, որ այս ինչ որ Նիկոլներ են եկել Եվրոպայում, այսօրն են գցել Եվրոպա։ Լրիվ վերացել են։ Դա էի ասում, որ աշխարհի վիճակը ընդհանուր առմամբ լավը չէ այսօր։ Պետք է փրկել Եվրոպան, որպեսզի փրկվի Հայաստանը։ Պետք է փրկել մոլորակը։ Շնորհակալություն Հովհաննես, քո այդ զրույցը երբեք այսպես անամպ չի լինում։ Մենք սովորաբար միշտ կռվում ենք, բայց հետաքրքիրն այն է, որ մենք համախոհներ ենք կռվելով հանդերձ, այո։ Իսկ ես կռվում եմ։ Բայց միևնույն է մենք համախոհներ ենք։ Գնում եմ Արևը չկրվես, կրվելը կրվես, արևը չկրվես։ Դա գիտես, դա այսպես երևում է, այսպես կոլեկտիվ միջոցառումների ժամանակ չկրվելը միայն քեզնից կախված չէ։ Այդ կրվելը քեզնից է կախված, բայց չկրվելը։ Մոտ կասեք, "Oh captain, my captain, our faithful trip is done." Իրականում դան չի, հələ բայց դա կամ ենք։ Ես կասեմ հենց դա եւ խնդրեմ իրեն դա մեկնաբանել, որովհետեւ մենք խոսելու ենք նաեւ քաղաքակրթական հարցերի մասին։ Շնորհակալություն այս զով բնության փոքրիկ հատվածում այս թեժ թեմաներով ինձ հետ զրուցելու համար Հովհաննես։ Իմ զրուցակիցը Հովհաննես Իշխանյանն էր, ինչպես եմ քեզ ներկայացնելու Հովհաննես։ Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Շնորհակալություն եւ չենք հուսահատվում, որովհետեւ դա մեղք է։ Այո, հուսահատվելը մեղք է, հուսահատվելը, նեղանալը իրարից, այդպես նոր մեղքերի բաներ կան։ Շնորհակալ եմ, Հովհաննես։